Նայրա Կարապետյան։ Հարգելի լսումների մասնակիցներ, լսումներ ընկնդրող քաղաքացիներ, մեզ համար պարզ է, որ հենց ազգակործան պատուհասն է մեղավոր ահռելի զոհերի, Արցախի կորստի, Հայաստանի տարածքների կորստի, պետական եւ ազգային ինստիտուտների քայքայման համար։ Հենց ինքն է մեղավոր անընդհատ պատերազմների, պարտությունների, Հայաստանի գահավիժման եւ այսօրվա աղետալի վիճակի համար։ Փաստերը բազմաթիվ են եւ անհերքելի։ Պատերազմից առաջ հենց երկրորդ օրվանից սկսեց տապալումը բանակցային գործընթացի։ Վիժեցրեց Վենայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որոնք ամենաուժեղ վահան էին անվտանգության։ Բանակից հետո իհարկե։ Բանակցում եմ իմ կետից, ինչ կուզեմ կբանակցեմ, հայտարարություն Արցախ-Հայաստանը եւ վերջնական թաղեց բանակցային գործընթացը եւ առիթ տվեց իր խոսքերով կիրթ եւ կառուցողական Ալիևին պատերազմ սկսելու համար։ Ավելին, հակամարտությունը ինքնորոշման խնդրից տեղափոխեց տարածքային վեճի դաշտ։ Այսպիսով թշնամիների պատվերով սադրեց պայմանավորված պատերազմը։ Պատերազմի ժամանակ ուղղակի դիտավորությամբ տարավ պարտությանը։ Բերեմ մի քանի փաստ ընդամենը։ Երրորդ օրը կանգնեցրեց մոբիլիզացիան։ Համացանցով հայտնեց հոկտեմբերի 6-ի նախատեսվող հակահարձակման օպերացիայի մասին։ Հոկտեմբերի 10-ին եւ հատկապես հոկտեմբերի 19-ին մերժեց Վլադիմիր Պուտինի կողմից արդեն Ալիևի հետ համաձայնեցված 5+2 ձևաչափով պատերազմի կանգնեցնելու հնարավորությունը։ Իրեն պետք էր ավելի շատ զոհ, ավելի շատ կորուստ։ Դրա համար նա այդ բանը արեց։ Իդեպ նա հաստատել է այդ փաստը ազգային ժողովում 20 թվականի նոյեմբերին, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին։ Համոզված եմ, որ նրա մերժումը համաձայնեցված է եղել Ալիևի հետ։ Հետագայում արդեն 22 թվականին նա խոստովանեց, որ կարող է նույնը լինել միայն առանց զոհերի։ Իսկ այս տարի արդեն մի քանի անգամ եւս խոստովանեց, որ ինքը գիտեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Իսկ այս վերջի օրերը Լևոն Տեր-Պետրոսյան պատասխանեց, թե այդ մեր զինվորին խալխի տարածք ուր է ստանում։ Այ սրիկատական, կներեք, որ ստիպված եմ, հայրենիքի գող, ուրեմն մեր երեխեքին տարար սպանության կոչ է իրանում, կամավոր տղեկը գնում էին զոհվեն, իսկ դու ասում ես իրանց ակուպանտներ եւ տերորիստներ։ Այդ ստիպված էի այս մասը ասել, որը չէր մտնում մեր բանի մեջ։ 21 թվականին կապիտուլյանտը նախընտրական խոստումներ տվեց, այ խոստումները ներառեց կառավարություն ծրագրում եւ արեց հակառակը։ Այս փաստը միանշանակ հիմք է անվստահության գործողություններ սկսելու համար։ Կապիտուլյանտը ուղղակի անցել է թշնամու կողմը։ 22 թվականին հոկտեմբերի 6-ին հանձնել է Արցախը, իսկ 23 թվին ամեն ինչ արեց, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվի, իսկ Ադրբեջանը ցեղասպանության գործողությունների համար չդատապարտվի։ Որդեների կանչ հասարակական կազմակերպության նախագահ Արուս Հարությունյանը հանգամանալից անդրադարձավ ազգակործան պատուհասի հերթական ցնդաբանություններին։ Ես փորձեմ խոսել մի քիչ այլ տեսանկյունից։ Մեր մի առաջարկը շարժվել մեր օրակարգով, ոչ թե իրա։ Մեր ՀԿ-ի անդամները մասնակցել են բոլոր ընդդիմադիր շարժումներին։ Մենք համարում ենք, որ բոլոր շարժումները եղել են օգտակար, կանխել են եւ հետաձգել են ազգակործան պատուհասի հանցավոր գործողությունները։ Ամեն հաջորդ շարժումը եղել է ավելի մարդաշատ, ներգրավել է եւ կոնսոլիդացրել է ավելի շատ ուժեր։ Օրինակ Սրբազան շարժումը կանխել եւ հետաձգել է այսպես կոչված անկլավների հանձնումը։ 25 թվականից հետո չտեսնելով ակտիվ դիմադրություն, ազգակործան պատուհասը առաջ կացեց իր օրակարգը։ Հարձակվել է մեր ինքնության, արժեքների, արժանապատվության եւ պատմության եւ հիշողության վրա։ Շարունակվում է ցեղասպանության ուրացումը, ինչը դուռ է բացում նոր ցեղասպանությունների համար։
Փաշազադեի եւ Ալիևի հրահանգով սկսել է լկտի արշավ հայոց Սուրբ եկեղեցու դեմ։ Կեղծ եւ շինցու գործերով կալանավորվել են 18 արդարները, բարերար Սամվել Կարապետյանը, դատապարտվել է Միքայել Սրբազանը։ Սակայն դատարանների դիմաց մենք չենք տեսնում բազմաթիվ բողոքի մասնակիցներ եւ տարբեր քաղաքական ուժեր։ Մենք առաջարկում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցեն բողոքի ակցիաներին քաղբանտարկյալների ազատելու օրակարգով։ Եթե դատարանների դիմաց բողոքի ակցիաներին հավաքվի մի քանի հազար մարդ, դա կարող է փոխել անպատժելիության եւ անօրինականության մթնոլորտը եւ գեներացնել ավելի մարդաշատ ակցիաներ, կոնսոլիդացնել տարբեր քաղաքական ուժեր։ Կապիտուլյանտի իբր խաղաղությունը տանում է նոր տարածքների զիջմանը, նոր պատերազմի եւ նոր պարտության, քանի նեռը իշխանության է Հայաստանի գավիժումը շարունակվելու է եւ նոր թափ է առնելու։ Նեռի հեռացնելը անհրաժեշտություն է։ Հնարավոր է արդյոք փրկել Հայաստանը, կանգնեցնել գավիժումը, ոտքի կանգնել։ Համոզված ենք այո հնարավոր է։ Հնարավոր է շատ արագ շտկել արտաքին քաղաքականությունը, ինչը հնարավորություն կտա կանխել հնարավոր ագրեսիան։ Փայլուն եւ հիմնավորված ծրագիր ներկայացրեցին մեր պաշտոնաթող դիվանագետները, Վահագն Մելիքյանը մասնավորապես։ Հնարավոր է շատ արագ 2-3 ամսում ճիշտ ոչ ծախսատար եւ ոչ տեսանելի գնումներով կտրուկ բարձրացնել բանակի մարտունակությունը, ինչը միանշանակ կզսպի նոր ագրեսիան։ Բայց սա հնարավոր է միայն, երբ նեռը հեռացվի իշխանությունից։ Գլխավորը ինչպես հեռացնել այս թշնամիների շահը սպասարկող կալաբարանտ իշխանությանը։ Փաստորեն դրան են նվիրված այսօրվա լսումները։ Մենք ծնողներով նույնպես քննարկում ենք այս հարցերը։ Իհարկե բոլորս միակարծիք չենք անվստահության գործընթացի վերաբերյալ։ Փորձում ենք տեսնել դրական կողմերը եւ գնահատել ռիսկերը։ Միակարծիք ենք, որ հնարավորինս շուտ պետք է հեռացնենք ազգակործան պատուասին օրինական ճանապարհով։ Միակարծիք ենք, որ պետք չէ հակադրել միմյանց հետ անվստահության գործընթացը եւ ընտրությունները։ Միակարծիք ենք, որ պարտադիր եւ հնարավոր է միասնությունը ներին հեռացնելու գաղափարի շուրջ։ Այսօր առաջի քայլերը տեսանք։ Միակարծիք ենք, որ եթե ոչինչ չանենք, մինչև ընտրություններ ազգակործան պատուասը կանի այնպիսի զիջումներ թշնամիներին եւ այնպիսի ճնշումներ երկրի ներսում, որ երկրի կորուստները կլինեն անդառնալի։ Հենց այդ պատճառով պետք է առաջարկել մեր օրակարգը, ինչպիսին է անվստահության հայտնելու օրակարգը։ Նշեմ առավելությունները։ Ուրեմն առաջինը, պարզա որ սա կապիտուլյանտի օրակարգը չի, բայց պետք է աշխատել։ Եթե մեծ աշխատանք լինի, դա Իրանից կխլի բավականին մեծ ռեսուրսներ։ Պետք է փորձի իր պատգամավորներին պահել, որ ինչ-որ բաներ չլինեն, ինչը ավելի իրան կթուլացնի, վերջը ռեսուրսա ծախսելու եւ շեղվելու է իր ազգակործան այլ գործողություններից։ Աշխատանքները պետք է անեն ոչ միայն պատգամավորներ, բոլորս պետք է լծվենք, բարեկամները, այդ պատգամավորների ընկերներ, ես իմ տարբեր մարդիկ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Երկրորդ առավելությունը անվստահության գործընթացը դա իրոք գործընթաց է։ Ոչ ոք չի ասում, որ ասենք թե 40 ձայն լինի, տանելու են հանձնեն եւ գործընթացը բան անեն, արագացնեն։ Ոչ, կարելի է անգամ չասել, որ չբացահայտել, որ պատգամավորներն են միանում այդ ցուցակին, բայց կարելի է եւ ասել, եթե լինեն մի 3 հոգի, պետք է ասել, որ արդեն մեզ մոտ կա 38 պատգամավոր, որը ստորագրել է, եւ այդ մահը կլինի այդ սրիկայի գլխին, որ ինքը չի կարողանա ամեն ինչ անել, ինչը հիմա տեսնում ենք ինչ ձևի անում։ Մի հատ այս ռիսկերից մեկը, որ շատ ասում են, չի լինի իրանց մոտ պատգամավոր ԿՊ-ական, որը կմիանա։ Հիմա պատկերացրեք, այս վիճակն է, որ 20-30 պատգամավոր այսօրվա ԿՊ-ական չի լինելու մյուս ցուցակում, մյուս ազգային ժողովում անգամ ցուցակում, իրանց դեմ էլ է անելու
տարբեր գործողություններ էս ազգագործան պատուասը, ուրեմն նրանք հնարավորություն ունեն ճիշտ աշխատելու դեպքում փոխվել, իրանք շանս ունեն նորմալ ապրել, իրանց երեխեք մյուս օրինակներ կան, վերջը Աննա Գրիգորյանը եւ Թաքուի Թովմասյանը եղել են ՔՊ-ում, բայց դուրս են եկել եւ ակտիվ խոսում են։ Պետք է օգտագործել պարոն Աղազարյանի այս քայլերը եւ տեսնում եք, չի կարողանում այս ները իրանց խեղդել, չի կարողանում, փորձում է, չէ, փորձել է այդ անել։ Այն մնացած падգամավորները միթե չեն տեսնում, որ կարելի է այդ բանը անել։ Մյուս բանը, անվստահության գործընթացը բավականին ճկուն է նաև վարչապետի թեկնածուի ընտրության մեջ։ Այստեղ խոսում էին, իրոք ծանր բան է լինելու, ինչ, որտեվ այդ ժամանակավոր կառավարությունը իրոք ծանր վիճակում է լինելու եւ պետք է կարողանա արդար քննություններ կազմակերպել։ Դա իրոք շատ կարեւոր բան է եւ կարող է պատահի պետք լինի փոխել կամ համաձայնեցված թեկնածու դնել։ 5-րդը մի հատ ամենակարևոր առավելություններից մեկը, որը ոնց որ չասեցի, ուրեմն անվստահության միջոցով իշխանափոխությունը ամենաանցնցումն է երկրի համար։ Անգամ ընտրություններով իշխանափոխությունը շատ կարող է ցնցումներ բերի։ Այս ամենաանցնցում գործընթացն է։ Այնպես որ թշնամու մոտ ոչ մի լեգիտիմ առիթ չի լինի անել ագրեսիայի համար։ Իսկ մեր դաշնակիցների, հարևանների եւ այլ մեծ երկրների համար հնարավորություն կլինի ինչ որ համենայն դեպս այդ ագրեսիան զսպելու համար։ Եվ վերջի մեր առաջարկությունը, որը ինձ համար, մեր ՔՊ-ի, ասում եմ ՔՊ-ի, մեր բախտակիցների եւ մեր ՀԿ-ի անդամների համար շատ վիճելի է, շատ ծանր է դա ասել, բայց կարող անենց իրավիճակ ստեղծվի, որ ասենք թե այդ 54 ստորագրությունը այտենց էլ չհավաքվի, բայց լինի մոտ, ասենք թե 37, 40, 45 ստորագրություն, համենայն դեպս այդ վիճակը լինի ու մնացած լինի ընդամենը 2-3 ամիս, էլի ծանր վիճակ, բայց մենք համարում ենք, որ պետք է դնել անպայման այդ վիճակում անվստահության այդ բանը, եւ ինչ եմ ասում, մեզ համար շատ ծանր է, պետք է այդ ժամանակ պարտադիր ասվի, այն ՔՊ-ական պատգամավորները, որոնք ընդդիմության կանդիդատի համար ձայն կտան, նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից, ոչ վարչական, բայց քրեական։ Ինձ համար դա շատ դժվար է ասել, եւ շատերը մեր տղեկից համաձայն չեն դրա հետ։ Բայց մենք տենց ենք համարում, որ դա պետք է այնուամենայնիվ անել, որտեղ պետք է փրկել երկիրը։ Եվ հույս ունենք, որ այնուամենայնիվ կլինի, հնարավոր կլինի անել։ Շնորհակալություն։